ինձ եք պաշտպանում, գիտեք, որ 10 գործից ավել գործեր կան, հա, հայելի ակումբի հետ կապված, իմանցի հետ կապված, այսինքն եւ պահանջում են արդեն դատական որոշումներ կա եւ գումարներ են ինձանից պահանջում եւ ներողություն խնդրել, այսինքն կոնկրետ բռնություն ասեմ, ինչ ասեմ, լրատվամիջոցի եւ իմ անձի նկատմամբ դրա նախաձեռնողը ամենաբանը վիրտուոզ sense անում աստիրեն, գիտեք, ես իմ քանի հարուքի, այդ թվում նաեւ հայելի ակումբից, այդ թքող մորթքող բալեն է, որ դրանով է մնալու եւ ինքը հանրության մեջ ֆիլմա նկարում իր համար, Ալենի մասին է խոսքը, Ալեն Սիմոնյանի մասին է խոսքը, այն հիշում եք, որ ոնց վիրավորեց գերիներին, ինչ խոսեց գերիների հասցեին, այդ ամբարտավան իր կեցվածքը քաղաքացու վրա թքել է ու այդ իր ցինիկ դուրս տված բաները եւ նաեւ այս դատական process-ները, որ նաեւ իմ նկատմամբ միայն 3 գործ, հիմա մեկն էլ էցի որոշում կա, որ դատարանները դե գնում են այդ սպարզ է, չէ, մարդը բարձր պաշտոն է զբաղեցնել, դատավորներն ունեն որոշակի կաշկանդվածություն եւ այդպիսի որոշումներ են կայացնում, նաեւ ինձանից էլ պահանջում են, որ արդեն որոշում են կայացել, այդ գումարները պիտի վճարեն։ Ես ձեր մի գործից պատմեմ, օրինակ, երբ բարձրաստիճան պետական պաշտոնյան թղթադրամները մեծ չափի թղթադրամները 20000 դրամ Խոսքը շիշ բռնողի մասին է, պատերազմից հետո այս մարդը քավոր է կանգնում եւ ցինիկաբար դա նկարում եւ տարածում են, այսպես այդ ժամանակ sense հանում է բաներով, այսպես կապոցով հանում է գումարը, ու այսպես լկտիաբար այդ ամեն ինչը շարում է դրա վրա եւ ես դա մեկնաբանել եմ եւ ինչ որ խոսքեր եմ ասել իր հասցեին։ Եթե մենք սա հիմա վերլուծենք հանցակազմի տարեր պարունակելու տեսանկյունից համատեքստում, ուրեմն նախ թղթադրամները ինքը հանում է կանխիկ, բավականին մեծ գումար, իսկ բավականին մեծ գումար կանխիկ շրջանառության մեջ դնելը դա ապօրինի է, օրենքով արգելված է։ Հիմա եթե միտեղ Նիկոլ Փաշինյանը ենթադրաբար գնա տեսնի նման տեսարան, ինքը պետք է ասի հաղորդում եմ տալի գնացեք այս մարդկանց պատասխանատվության կանչեք։ Այսինքն մեծ քանակի գումար արձերն կանխիկ դնում է շրջանառության մեջ որպես նվեր, համենայն դեպս այդ տեսանյութից այդպես է երևում։ Հիմա դրանից առաջ եղել էր նաև հայտարարություններ եւ այդ համատեքստում դուք վարել եք հանրությանը խիստ հուզող հարցի վերաբերյալ քննարկում, որը եւ հնչել են գնահատականներ, կարծես։ Եվ հնչել է դատողական գնահատականներ այդ արարքի եւ գործողությունների վերաբերյալ։ Ինչ է դա չպետք է հնչեր, եթե չպետք է հնչեր, ուրեմն դա նշանակում է Հայաստանը ժողովրդավար պետություն չէ։ Նույնը տարածվում է նաև Ալենի վրա, այսինքն այս մարդը, երբ որ կանգնում է գերիների հասցեին այդպիսի բան ասում, չէ՞։ Հետո դրանից հետո ինչ որ մի հատ բանի մեջ գտնվող շրջափակված Արցախի 30,000 երեխաներ շարունակում են շրջափակման մեջ լինել, սովի մատնված եւ ին մի հատ հայտարարություն անում երեխաների պաշտպանության օրը, որ մենք ձեզ սիրում ենք, պատկերացնեք լկտիության սահմանը եւ մի հատ ինչ որ գնահատական է իմ կողմից հնչում, ինքը դատում է եւ այս դատարանը sense որոշում է կայացնում, որ ես պիտի ներողություն խնդրեմ եւ մի հատ գումարներ վճարեմ այդ Ալենին։ Ալեն Սիմոնյանը, Այս չի քո դատարանը Նիկոլ։ Բարձրաստիճան պետական պաշտոնյա, այդ թվում Նիկոլ Փաշինյանը, երբ նրանք հանդես են գալիս հայտարարություններով, նրանք պետք է պատրաստ լինեն, որ դառնալու են թիրախ սուր քննադատության։ Միջազգային եվրոպական դատարանն էլ է դա ընդունում։ Եվրոպական դատարանում կա, որ եթե դու պաշտոնյա ես, ուրեմն պիտի լսես նաև քննադատական էսի խոսքեր, գնահատական խոսքեր։ Քննադատական խոսքը կարող է լինել բավականին սուր եւ երբեմն անցնել նաեւ սահմաններ։ Սա բնական է, որովհետեւ սա է պահանջում ժողովրդավար հասարակությունը։ Հիմա, բայց մյուս դեպքում իրենք իրենց խոսքերում պետք է լինեն բավականին զուսպ, որովհետև իրենց հայտարարությունները կարող են դիտարկվել իրենց ստորադասների եւ իրենք ոչ մի պատասխանատվության չեն վերցնում, բայց լրատվամիջոցի որպեսզի լռեցնեն, խնդիրներ ստեղծեն, պարզ է, չէ՞, ֆինանսապես, այսինքն ինչ խնդիրների առջև են իսկ կանգնեցնում, պարտավորեցնեն, որ ես այդ գումարները իրենց վճարեմ, այսինքն հիմա այսինքն ամեն ինչը մեկին ձերբակալել, մեկին ֆինանսական բաների տակ գցել, մեկին քաշ տալ դատարան Են մի լրատվամիջոցը հասնել նրան, որ փակվի, այսինքն այս ճանապարհի վրա է, էլի Նիկոլը եւ իր փողոցում շպրտված Ալենը։ Կարնվազը էս փուլը։ Հայցերը
ձեր լրատվամիջոցի եւ ձեր նկատմամբ հենց դա հետապնդում է միտում կա այստեղ շատ կոնկրետ ոնց եղավ կազմակերպված հենց ասենք այդ թեքողը բանը կազմակերպած մենակ 3 գործ նայա 2 գործ նայա parchi որ կազմակերպված փոքր ես լրատվամիջոցը գովեմ Չէ, մեր ներկայությամբ ես չէ, ես բայց պետք է մեր հանրային լսարանին հայտնեմ, որ այս ընթացքում ես տեղ չեմ գտել, որ կարելի է գնալ եւ պարզաբանում տրամադրել հանրությանը, որը բխում է հանրության շահերից։ Միակ տեղը, որ ինձ հնարավորություն է ընձեռել, դա եղել է Հայլի ակումբը։ Իմիջիալ սա նորություն չի դե։ Սա նորություն չէ, սա տարիներ շարունակ։ Ես երբ որ Նիկոլը բանտից դուրս է եկել հարց, ուր է գնացել Նիկոլը խոսելու։ Հայլի ակումբ։ Հարց եմ տալիս։ Նիկոլը ուր է գնացել Հայլու առաջ։ Իմ հաղորդումներին ուր է գնացել։ Այն մարդը, որ կանգնում է վիրավորում է Հայլի ակումբը, Արայիկ Հարությունյանը Վիրավորական խոսքեր ասում է ժողովուրդը ես իմ ինչ է ասում։ Ես էլ ասում եմ, բա դու, որ զրկված ոչ միտեղ չէին կանչում, ուր է գնացել Արայիկ Հարությունյանը, Ռուբինյանը, ուր են գնացել, ով է դռները բացել։ Եվ որ Խաչատուր Սուքիասյանի դեմ չգիտեմ ինչեր էր։ Ով էր պաշտպանում, որտեղից էր այդ պաշտպանությունը Խաչատուր Սուքիասյանի հանդեպ։ Հայլուց չէր այդ պաշտպանությունը։ Կար ուրիշ տեղից տես պաշտպանություն։ Չկար այդպիսի բան։ Եվ տես փորձում է վիրավորական բան ասել Արայիկ Հարությունյանը, որ ժողովուրդը էսպես, էլ ասեմ ժողովուրդը քո մասին ասում է դտում ես։ Հիմա ամեն օր ասեմ դու դտում ես։ Ասեմ ամեն օր։ Եթե դու ժողովրդի խոսք ինչ որ բան ես լսել եմ ժողովուրդը էսպես, ժողովուրդը քո մասին ինչ որ մարդկանց մասին է կողնորոշումների մասին է խոսում։ Ասեմ ձեր կողնորոշումների մասին, ասեմ ժողովուրդը ասում է որ շեղված են, ինչ են, ասեմ դրա մասին։ Չէ, դրա մասին կարիք չկա ասելու։ Կարող ենք ասել, որ քանի որ ես ուրիշ լրատվամիջոցների նկատմամբ միգուցե կան նմանատիպ փորձեր, բայց այնուամենայնիվ ես կարող եմ ասել այսօրվա գործող իշխանությունը ուղղակիորեն թիրախավորել է Հայլի ակումբը եւ այս թիրախավորումը ունի կոնկրետ ինստիտուցիոնալ բնույթ։ Ուրիշ բան չեմ կարող ասել։ Այնինչ որ ես տեսնում եմ ձեր գործերով, խոսքի ազատություն, միանշանակ այս թե իրենց մտածում է իրանք հավերժ են լինելու, էլի, բա ձեզով է, այն օրը բանը ճիշտ ասեց, բա Ռուբինյան, ձեզով է պաշտպանելու։ Գիտեք, իրենց վիճակը շատ դժվար է լինելու, որովհետև եթե նախկին իշխանությունները, որոնք նույնպես թույլ են տվել անթույլատրելին, նրանք կարողացել են որոշ չափով պահել անվտանգություն եւ պահել տարածքային ամբողջականություն։ Իրենք կարող են ինչ որ չափով պաշտպանվել եւ իրենց պաշտպանությունը լինի արդյունավետ, իրենց դեպքում իրենց պաշտպանությունը ես կասկածում եմ, որ կարող են գտնվել մարդիկ, որոնք կստանձնեն եւ իրենք ունենան արդյունավետ պաշտպանություն։ Սրանք պետք է բոլորը հիշեն, որովհետեւ իրենց օրոք է հանձնվել Արցախը, իրենց օրոք է Հայաստանի Հանրապետության տարածքները 5000 զինվոր։ Չէ, նաեւ հանձնվել Հայաստանի Հանրապետության տարածքները։ Իրենց օրոք է, այո, այսօրվա դրությամբ մինչ պետական ճանապարհի 21 կիլոմետր հանձնվել, այսինքն իրենց կողմից կատարված, այսինքն պարտականությունները ստանձնած եւ 5000 զոհերի պատասխանատուն այսօրվա գործող իշխանությունն է։ Եվ Չեղասպանության ենթարկված Արցախի ժողովուրդ, հայաթափություն, Հայաստանի տարածքներ, հիմա արխիվում այդպես է Տիգրանաշենի հարցին չպատասխանեց։ Տեսեք, որ տալու եք թե չէ, չէ, Ռուբինյանը ընտրվել է դրա մասին չպատասխան։ 5000 զոհերի հետ կապվածը Արցախ զորակոչումը տեղի է ունեցել այս գործող իշխանությունների կողմից։ Եվ իրենք ասում էին, որ իրենք փրկում են ինչ որ մարդկանց կյանքեր, դրա համար ստորագրեցին նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։ Հարց եւ նաեւ պատասխան։ Եթե Արցախը պետք է դուք ստորագրեիք, որ եւ նաեւ հիմնավորում եք, թե ինչու պետք է ստորագրեիք, որ Արցախը դա Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասն է, եւ ասում եք դա ինչ որ եղել է Ալմատայի, չգիտեմ ինչ հռչակագիր, ապա ինչու եք զորակոչում մեր զինվորներին Արցախ, դա որդուն ինչ էր ուղարկում, այնտեղ ինչ էր ասում Արցախը եւ ինչու զոհվեցին, այսինքն սրանք բոլորը տրամաբանական հարցեր են։ Հետո էլ ասում ես ինչի չզոհվեցին, հետո էլ բոլորին ասում են ինչի չեք զոհվել, ինչի դու չես զոհվել։ Այո, նաեւ մեղադրես մարդկանց ինչու ես դու կենթանի, ինչու դու չես զոհվել։
Սրանք բոլոր այս հարցերը իրենց համար բավականին լուրջ մեղադրանքի հիմքեր են ստեղծել։ Իմիջիայլոց Նիկոլը նաև հիշում եք ասեց, որ բանը, եթե ես առանց պատերազմ հանձնեի, ինձ կասեին դավաճան, այսինքն որպես դավաճան չասել, պիտի պատերազմ լիներ, իսկ ինքը շատ ցանկացած մարդ հասկանում է, չէ, պատերազմի լինելու են զոհեր։ Հիմա դուք այդ որ ասում եք Էդգար Ղազարյան ներողություն խնդրի, բա դուք պատասխանատվություն կրել եք, ներողություն խնդրել եք, որ այդքան զոհեր եք տվել, որտեղ ինքը ասեց, չասեց, եթե չլներ, ապա ինձ կասեին դավաճան։ Ճիշտ է։ Ու դից հազարումի բան է։ Մի հատ էլ ուժեղ Հայաստան փորձում եք պաշտպանել։ Էդգար Ղազարյանը դի ներողություն, ի՞նչ ներողություն։ Միջև Էդգար Ղազարյանին հասնելը, այնտեղ դի մի 1000 անգամ ներողություն Նիկոլից միջև վերջին ԿՊԱ-կանը ներողություն խնդրեն, իրանց պատիժը կրեն, հետո նոր գան հասնեն Էդգար Ղազարյանին։ Մի հատ էլ փորձում եք ինչ-որ sense պաշտպանական չմտածել բացարձակ դրա մասին։ Ընդհակառակ մի քանի գործեր սկսել իրանց դեմ։ Այդ միտքը ինքը շարունակեց եւ հրապարակավ հայտարարեց, որ ինչ է ուզում է լիներ, նույն պատկերներ լինելու, բայց առանց զոհերի։ Այսինքն սա ընդունեց, որ ինքը պետք է հանձներ, նույն պատկերը պետք է լիներ, ինքը գնաց ստորագրեց, ասաց, որ դա անբաժանելի մասն է իբրև թե Ադրբեջանի, որ դրա վերաբերյալ նախկինում 90-ական թվականներին եղել է Ալմատայի եսի մինչև Ճակագիր, նույն պատկերը պետք է լիներ, բայց առանց զոհերի։ Այսինքն զոհերը պարտադիր էին եւ այդ զոհերը հարց ենք տալիս պարտադիր էին դե փաստորեն առանց զոհերի ասում էր կարար լիներ, եթե կարող էր լիներ, ապա ինչու՞ չէ կարել դա առանց զոհերի։ Շատ լավ եւ վերջին հարցը կամ այսպես հարցի շարունակություն էլի։ Ես չեմ կիսում, որ դա պետք է արվեր։ Ուզում եմ ասեմ, Արցախը չէր կարելի հանձնել։ Արցախը պետք է պաշտպանեինք, Արցախը պետք է պաշտպանել գործող իշխանությունը, որովհետև դա դրված էր փաստաթղթային հիմքով նրա վրա, որը չի կատարվել, ես դրան դեմ եմ, որ չի կատարվել, բայց այնուամենայնիվ եթե իրենք ընդունում են դա, բա զոհերը ինչու էին։ Եվ վերջին հարցը, գիտենք, որ երբ որ Նիկոլը կալանավորված էր, անանձես խնդրել էր, դու գիշերվա կեսին հասակ միջև առավոտ, չգիտեմ ինչ էր տեղի ունեցել, դրա մասի խոսել ենք, իմաստ չունի խոսել, բայց հիմա էլ ինչ որ նախաձեռնությամբ է հրապարակ եկել Անան, ասում է, որ կանանց նկատմամբ բռնությունները պիտի պաշտպանված լինեն կանայք, խնդրեմ, շատ բան հնարավորություն, որ Անան զբաղվի սրանով, մի կողմից իր ամուսինն է բռնություն գործադրում, չէ, շատ կոնկրետ ինչի մեջ են, Արեգնազ Մանուկյանը նշեցիք, չէ, ինչ է կատարում, ձեր մյուս պաշտպանյալի մասին է խոսքը, եթե այդպես պատրաստ է, Էմմա Ծառուկյանի մասին, սա տարածվում է նաև Արգամ Աբրահամյանի մոր նկատմամբ, սա տարածվում է նաև առասարակ Գագիկ Ծառուկյանի տան մյուս կանանց նկատմամբ այս բռնությունը, բա ինչով է զբաղված։ Այդ իմաստով նաև իմ նկատմամբ, մյուս խմբագիրների նկատմամբ, այն որ համատարած մենք ինչ տերորի տակ ենք իրանց ֆեյքերի, իրանց ուժերի, իրանց չէ, ինչ է կատարում հիմա դատական այս պրոցեսներն են մի կողմից շարունակում, ֆինանսական այս ճնշումներն է իմ նկատմամբ կամ նաև մյուսների նկատմամբ Բասրա մասին ով պիտի մտածի։ Եթե այդպես զբաղվում է, թող ինքը այսպես ծրագրավորված, կազմակերպված անան զբաղվի, նաև այդ մեր պաշտպանությամբ զբաղվի։ Դե եթե դա ուղղակի միանվագյա հայտարարություն չէ, եւ դա իրապես լուրջ գործողությունների ծրագիր է, որը նա ցանկացել է իրականացնել եւ նույնիսկ մենք ունենք նաև տեղեկատվություն, որ այդ լուրջ ծրագիրը իրականացնելու համար նա ստացել է ինչ-որ սպառնալիքներ, որի հիմքով դատախազությունը Բա մեր սպառնալիքներով ով պիտի զբաղվի, որի հիմքով դատախազությունը վարույթ է նախաձեռնել, քրական վարույթ։ Հիմա մենք ուզում ենք իմանալ, այս դեպքով Աննան զբաղվելու է թե ոչ։ Եթե զբաղվելու է, ապա ինչ գործառույթներ է իրականացնում, թող ներկայացնի հանրությանը, չնայած նրան, որ ես լուրջ չեմ վերաբերվում այդ իր գործունեությանը, բայց այնուամենայնիվ, եթե զբաղվում է, նա տեսնենք ինչ է անելու այս ուղղությամբ։ Շնորհակալություն, մնացեք մեզ հետ, քիչ անց մենք ուղիղ եթերում կլինենք Արմինե Ադիբեկյանի հետ։